Հայր ջան, բարի օր, շատ կարճ մի բան ասեմ էլի, այդ որ ամբողջ օրը դիմություն, ընդդիմություն, ողբը դրել են, որ բա ոնց է հնարավոր Արցախում մի հատ հայ չի մնացել, Արցախը հայաթափվել է, այդ հարցը անլուծելի է, անվերադարձ կորցրել են եւ այլն, մի հատ հարց տամ ու դրանով ավարտեմ էլի, 1994 թվականից 1994 թվականի կեսին արդեն Արցախում եւ ազատագրված մնացած 7 շրջաններում մի հատ ադրբեջանցի չէր մնացել։ Հիմա ինչ անեին ադրբեջանցիները ողբանին, որ վերջ այնտեղ ադրբեջանցի չի մնացել եւ այդ հարցը փակեին։ Հա? Ինչ է ողբը դրե Արցախում հայ չի մնացել։ Պատերազմը տենց էլ կլինի։ Չի մնացել, դավաճանվել ենք, հանձնել են, հիմի ժամանակավոր այնտեղ հայ չի մնացել, դա չի նշանակում Արցախի հարցը փակված է, ոնց որ ուզում են մեզ, այդ ով որ ասում է Արցախի հարցը փակված է, դա բոլոր նրանք են, ով որ մասնակցել են Արցախը հանձնելու դավաճանությանը, ով ձեզ ասում է, կլինի դիմադիր, ընդդիմադիր, նախին, ներկա, ապագա, ով ձեզ կասի Արցախի հարցը փակված է, հենց նա էլ մասնակցել է Արցախի հանձնելուն եւ Արցախը հայաթափելուն։ Արցախում հայ չմնալը չի նշանակում, որ Արցախը անվերադարձ կորցրել են։ Հաստատ 100%։ Եվ նորից օրինակը բերում եմ մեր թշնամիների 30 տարի այնտեղ մի հատ ադրբեջանցի չէր մնացել։ Ինչ եղավ։ Որովհետեւ չողբացին, նրանց մոտ չգոռացին, որ փակված է այդ հարցը, փակեք պրծեք, չի պրծել, չի էլ դեռ կեսին էլ չի ասել, Արցախի հարց կա ու կմնա, Արցախը հայոց է ու կմնա հայոց, ժամանակը որ օկուպացվել է, ինչպես արևելյան Հայաստանի մնացած տարածքները եւ արևմտյան Հայաստանի տարածքները, դա շատ պատմության մեջ դա փոքր ժամանակաշրջան է, 100 տարին էլ է փոքր ժամանակաշրջան, ժամանակավոր բաներ է, եթե մենք մեր մեջ չկորցնենք, չհանձնենք, անվերադարձ չհրաժարվենք, ոչ Արցախը, ոչ էլ արևմտյան Հայաստանը, ոչ էլ մեր Արարատ սարը դեռ կորցրված չի։